Ընդամենը մեկ շաբաթ 37 մարդու կյանք կվերափոխվի դեպի լավը, 12 ընտանիք կստանա իր բարեկարգ բնակարանի բանալին։ Վանաձորի տարուն 3 թաղամասում մեկնարկել է Habitat for Humanity և Ֆուլեր տնաշինական կենտրոն կազմակերպությունների հիմնադիր Միլարդ Ֆուլերին նվիրված հիշատակի կառույցը։ Բացման արարողությանը ներկա են պետական այրեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ 1988 թվականի երկրաշարժից հետո Վանաձորում ձևավորվեցին տնակային ավաններ, որտեղ բնակություն հաստատեցին անօթևան ընտանիքներ։ Տարիների ընթացքում այդ ընտանիքները ստացան բնակարաններ, վագոն տնակները զիջելով ոչ աղետի հետևանքով անտուն մնացածներին։ Ծրագրի շրջանակներում ավելի քան 60 կամավորներ մեկ շաբաթ շարունակ իրենց լուման կունենան հենց այդ վագոն տնակներում բնակվող 12 ընտանիքի համար նախատեսված բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներին։ Ծրագրի անհրաժեշտության անդրադարձավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Ես որպես Ֆուլեր տնաշինական կառույցի մասնակիցներից մեկը ուզում եմ բոլորիս շնորհավորել եւ բոլորիս շնորհակալություն հայտնել հատկապես Ֆուլեր տնաշինական կազմակերպությանը եւ Արդա կազմակերպությանը, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետարանին այս կարևոր գործի համար։ Ծրագիրը բաղկացած է 5 փուլից՝ ոչ աղետի հետևանքով անտուն մնացած ընտանիքներին տանիքով ապահովելու բնակարանաշինական ծրագիրը Վանաձորում մեկնարկել է դեռ 2008 թվականին Արդա բարեգործական հիմնադրամի նախագահ Սթիվ Լազարյանի նախաձեռնությամբ։ Նույն եռակողմ համագործակցությամբ նախատեսված էր կառուցել նոր թաղամաս նոր տներով։ Շահագործման հանձնված 55 բնակարանների թիվը շուտով կավելանա 12-ով։ Շահառուների ընտրությունը կատարել է Արդա բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված հանձնաժողովը սոցիալապես անապահով ընտանիքների ուսումնասիրության արդյունքներով։ Առաջիկայում նախագծվում է նոր կառույց։ Առաջարկում մտակ մարդիկ կային, որ ընտանիքում երեխեք կային, որ դոմիկում ծնվել էին, տնակում ծնվել էին, որտեղ էլ ինչի արդեն հարսնացու են, բայց այդ տունը չեն գալիս Արցախ։ Այս տեղը որ մենք կանգնած ենք, մի սքանչելի պուրակի է վերածվելու, Այրիս պուրակի է, Այրիս, որտեղ մեր Սթիվ Լազարյանի կինն է, չեն ուզել հենց այնպես բան անել, ծաղկի դիզայնով շատ գեղեցիկ, խաղաղապահ եւ պարկ կլինի։ Ավարտին է մոտենում ծրագրի 5-րդ փուլը։ Այս փուլում որպես նվիրատվություն 65% ներդրում է կատարել Արդա բարեգործական հիմնադրամը եւ 24% Վանաձորի քաղաքապետարանը։ Ֆուլեր տնաշինական կենտրոնը կատարել է 11% ներդրում երկարաժամկետ անտոկոս փոխառության կարգով։ Ներդրումը ի սկզբանե եղել է ամենաքիչը, որտեղ մենք տալիս ենք փոխառության կարգով, ընտանիքները մեր ներդրած գումարները հետ են վերադարձել, իսկ մնացած քաղաքապետարանի եւ Արդա հիմնադրամի ներդրումները մնում են անհատույց ձևով ընտանիքներին։ Այս կառույցի համար նշանավորվեց նրանով, որ մենք կարողացանք այստեղ կազմակերպել, ստեղծել միջոցառում հիշատակի կառույց Միլարդ Ֆուլերի անվան, որ ամեն տարի որևէ երկրում լինում է։ Այս տարի բախտ ունեցանք Հայաստանում ունենալու այս միջոցառումը։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 83.3 միլիոն դրամ։ Հերմինե Այվազյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։